Եվրոպական ինստիտուտները հերթական անգամ սիրելի բարեկամներ ապացուցում են, որ հավատարիմ են մնում մարդու իրավունքներին, ժողովրդավարական արժեքներին։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը դատապարտել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում դեռ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ իրականացրած գազանությունների խոշտանգումների կտանքների համար եւ բավարարել է հայցան դեմ Բաքվի, որ ներկայացրել էին Լեռնային Ղարաբաղի կողմից, Հայաստանի կողմից, հայերի կողմից, այսպես ձևակերպենք, եւ այստեղ հակասական զգացողություններ են առաջանում մինչեւ բուն վճռին, դրա վերդիկտին, Ադրբեջանի արձագանքին, ինչը շատ կարեւոր է անդրադառնալը։ Եկեք մի քանի բան առանձնացնենք։ Մի կողմից եվրոպական ինստիտուտները իրավական հստակ գնահատական են տալիս, աջակցություն են ցուցաբերում Հայաստանին, նաեւ քաղաքական առումով, այսինքն խաղաքարտ են տալիս Հայաստանի ձեռքը ապացուցելու Բաքվի ռազմական հանցագործությունները, բայց մյուս կողմից Հայաստանի իշխանությունները դա չեն օգտագործում եւ չեն օգտագործելու, այսինքն դա ընդամենը անհատ քաղաքացիների ինչ որ սրտի մխիթարանք է դառնում։ Պետական մակարդակով դա մեզ ոչինչ չի տալիս։ Մենք առանձին կանդրադառնանք Բաքվի արձագանքին, ինչը շատ հետաքրքիր է, որովհետեւ մարդու իրավունքների Եվրոպական դատարանը իր վերդիկտի մեջ հատուկ նշում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն բարակապակցությունները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև շփման գիծ հասկացությունները։ Դրա վերաբերյալ պաշտոնական Բաքվում բողոքի նոտա է ուղարկել։ Մենք հիմա կծանոթանանք այդ վերդիկտին, Բաքվի արձագանքին եւ վերջում ես ամփոփիչ գնահատական կտամ, միասին կհասկանանք մի կողմից այս ուրախալի լուրը, մի կողմից այն տխուր վիճակը, որ մենք այս հնարավորությունից չենք կարողանում օգտվել եւ Ադրբեջանը մեծ հաշվով մնում է անպատիժ։ Վճիռը ճիշտ է պարտադրում է Ադրբեջանին վճարել դրա համար, բայց Ադրբեջանը հրաժարվում է վճարել եւ անհայտ է թե այդ դեպքում ինչ պետք է արվի։ Եվ այստեղ մենք գալիս ենք այն տխուր իրականությանը, որ Հայաստանը որպես պետություն, թեև մեր ժողովրդին, մեր մարդկանց, մեր երկրին հստակ քաղաքական աջակցություն է տրվում, իրավական վերդիկտի տեսքով, բայց մենք չենք օգտվում դրանից։ Եկեք ծանոթանանք ինչի մասն է խոսքը։ Ստրասբուրգի դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին 90,000 եվրո փոխհատուցում վճարել Լեռնային Ղարաբաղում քարորիա պատերազմի ժամանակ խոշտանգված եւ սպանված հայ զինվորի հարազատներին։